Բարի երեկո Թավշյա հաղթանակած հեղափոխության նվիրյալներին, բարի երեկո իրական Հայաստանի նվիրյալներին, բարի երեկո մեր սիրելի հայրենակիցներին։ Սա տարվա առաջին եթերն է իմ, ուստի ուզում եմ շնորհավորեմ բոլորիդ եւ ձեր ընտանիքների թե ամանորը եւ թե Սուրբ Ծնունդը, թե Տեսփության էջով մի քանի տարբերակով շնորհավորել եմ, նույնիսկ անձնապես, եւ ձեր բազմաթիվ նամակներին ու զանգերին պատասխանել եմ, սակայն ընդհանրական այսպես մեկ անգամ եւս շնորհավորում եմ հատկապես բոլորիդ Սուրբ Ծնունդը եւ ցանկանում որ Քրիստոսի անմար եւ անշեր լույսը անպակաս լինի ձեր սուրբ օջախներից, սիրելի ընկերներ եւ սիրելի հայրենակիցներ։ Նաեւ օգտվելով առիթից ուզում եմ այսօր շնորհավորել, որովհետեւ գիտեք, մեր ազատ եւ անկախ իրական Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների տոնն է, շնորհավորենք նրանց նաև եւ նրանց ընտանիքներին եւ ցանկանանք բարի ծառայություն հանուն մեր երկրի անվտանգության եւ սահմանադրական կարգի պահպանման համար։ Թող Աստված նրանց ուժ, եռանդ եւ կարողություններ պարգևի։ Այսօրվա մեր եթերը նվիրված է Կտրիչ Ներսիսյանին։ Քիչ առաջ մեր սիրելի եւ իմ սիրելի դասախոսը, որ հարցազրույց տվեց մեր Բաթյան երկրների հայոց հոգևոր թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, որին շատ սիրում եմ եւ կարող եմ բացահայտ ասել, որ իր սիրելի սաներից մեկն եմ եղել, սա իր խոսքերն են, որը նա արտահայտել է տարիներ առաջ հենց Վանաձոր քաղաքում, որ լրագրողուն խնդրում է, որպեսզի ելնելով այս իրավիճակից առայժմ որպես ինքը բարձրաստիճան հոգևորական Կտրիչ Ներսիսյանին դիմել բեափառով կամ կաթողիկոսով կամ Գարեգին բեյով։ Դա իր տեսակետն է, սակայն իմ նման եւ իմ նման ծայրահեղական ընկերների համար նա երբեք չի եղել կաթողիկոս, որ մենք իրեն դիմենք։ Եթե հիշում եք, ես տարիներ առաջ եւ նույնիսկ համացանցը փորփրելով ոչ թե 2018 թվականի, այլ նաեւ 2016-2017 թվականներին Facebook-յան էջով միշտ գրել եմ Գարեգին B կամ սենց բաներ եմ գրել դրան, որ դա կաթողիկոս չի եւ այլն, եւ այդ բոլորը Հարկ Աստծո մեր էջում կա։ Բարի երեկո սիրելի ընկերներ, ես ձեզ շատ սիրում եմ եւ այսօր խոսելու ենք կրկին անգամ այդ սրբապիղծ անձնավորության մասին, որը ինչպես բազմիցս նշել եմ, ուղղակի դա աբսուրդ էր։ Ինքը եթե ծնված չլիներ, ավելի շատ լավ կլիներ։ Դա նշանակություն չունի, մարդը բանվոր է, սարկավակ է, քաղաքական գործիք չէ, պատգամավոր է, իժիներ է, ոսկերի չէ, քարտուղարուհի է, թե սովորական վաճառողի է, խելքը ընդհանրապես կապ չունի, շատ փոքրեր նաև շատ խելացի են, շատ մեծերից։ Դրա համար մինչև այս բարենորոգման շարժումը սկսելը, մենք այս 8 տարիների ընթացքում ասում ենք կտրիչ, հեռացիր, ապիկար, ամեն մեկ օրը, որ դու մնում ես զարթած այդ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը քո համար խայտարակություն է եւ օր-օրի այդ խայտարակությունները շատանում են։ Հիշում եք, ուղիղ 10 ամիս առաջ մի այսպիսի եթեր արեցի ես, որտեղ այս մասին էի նշում, որ ապիկար հեռացիր եւ ապիկար դու ուղղակի աբսուրդ ես եւ խայտարակություն է քո մնալը։ Ուզում եմ ասել, որ այդ ժամանակ ես շեշտը դրեցի նրա վրա, որ կտրիչի մասին, եթե մենք կամ ժողովուրդը որ խոսի գրքեր, հատորներ պետք է գրվեն։ Եվ այսօր բոլոր մեր հայրենակիցների, հոգևորականների, քաղաքական գործիչների, սրբազանների, այս բոլոր հարցազրույցները, խոսակցությունները, ինտերվյուները, կարծիքները, վերլուծությունները, եթե մենք գումարում ենք, ահա գալիս է եւ իմ ասացի համոզման վրա, որ գրքեր է գրվում, հատորներ է դառնում։ Սրա ամեն մեկ օրը իր խայտարակությունը ավելի է խորացնում եւ ժողովրդի հիասթափությունը ավելի է մեծացնում իր անձի հանդեպ։ Դրա համար եմ ասում, ինքը շատ ուրախ կլիներ, իր մտքի մեջ դա շատ անգամներ սիրելի ընկերներ մտածել է, որ եթե ծնված չլիներ, իր համար ավելի լավ կլիներ։ Որովհետեւ պատմության մեջ չենք ունեցել այսպիսի խայտարակված կաթողիկոս, որ հելու եւ հնազանդ է եղել, կամակատար է եղել օտար պետությունների, քաղաքական գործիչների կամակատար է եղել, գլխավորությամբ Քոչուկի եւ Չիբուրիկի, բայց այս ամենի գլուխգործոցը այն էր, թեև մեր ընկերներից հայտնեցին, որ ինքը եւս դեռևս Գերմանիա եղած ուսանող ժամանակներից է գործակալ Գերմանիային, որտեղից որ դեպորտ են արել շղթայված ձեռքերը, բայց եթե մեր այսօրվա ազգային անվտանգությունը հայտարարեց, որ իր եղբայրը գործակալ է, սա խայտարակություն է։ Այս մասին
շատերը իմացել են։ Շատերը իմացել են, որ ինքը կուսակրոնության ուխտեղ խախտած է եւ իր նմանները։ Ես լավ հիշում եմ, հենց հոգեվորականները ինչեր ասես խոսում էին, դեռ ուսանող էի, այդ ժամանակվաններից էին խոսում սրա ապիկարությունների մասին։ Իսկ ով էր իրականում կտրիճը։ Կտրիճը մի աղքատ ընտանիքի զավակ է եղել, որի ընտանիքը տեղափոխվել են Ապարանից կամ Ապարանի շրջանից դեպի Էջմիածնի 4-րդ սովխոզ Ոսկեհատ գյուղ, որ կոչվում է նաև 4-րդ սովխոզ, որտեղ իդեպ ըստ Տիրան arczepiskopos Կուրեղյանի Ապարանից բացահայտ որպեսզի չխայտարակվեն դրա համար են ընտանիքով փախել եւ այդ տարիներին գիտեք կոմունիստական ժամանակաշրջան էր եւ ճեմարան շատ քչերն էին ընդունվում, որովհետեւ համարում էին կոմունիստները հիմնականում դավաճաններ, ովքեր եկեղեցի էին գնում, ծիծաղում էին եւ այլն, սակայն սրա ծնողները երևի չկարողանալով պահել այդ զավակներին, երկուսին ուղարկում են ճեմարան այնտեղ գոնե փորով հաց կուտեին, կապրեին եւ այդ ձև են դառնում, թե չէ որ ասես հավատքով ա եղել, մանուկ հասակից հաճախել են եկեղեցի եւ այլն, չէ, չի եղել այդ ձև բան։ Սա գնում է ուրեմն ճեմարան, սովորում է էսկոմ ենկոմ եւ Սես մի բան եմ հիշում, էլի ճեմարանական տարիներից, որ ասում էին ինքը կտրիճը բոլորին անդադ իր ծառայության ընթացքում ասել է, որ ես Վազգեն առաջինի ամենասիրելի հոգևորականն եմ եղել եւ դրա համար Վազգեն առաջինը առանց նայելու, որ ինքը արժանի է թե արժանի չի, իդեպ ասենք թե բոլորս արդեն գիտենք, որ արժանի չի, քանի որ համապատասխան գիտելիքներ չի ունեցել։ Թե Գերմանիայում, թե Ռուսաստանում նա ուրիշ գործերով է զբաղվել, մեր հոգևոր եղբայրներից շատերը նշել են այդ մասին։ Լինի Հայր Խորենը, նախկին Հայր Գարեգինը, Տեր Սահակը, շատերն են նշել, թե ինչերով է զբաղվել։ Բայց բախտը բերում է սրա ու դառնում է նաև կուսակրոն աբեղա, հետո վարդապետ բնականաբար, բայց ես հիմա եմ հասկանում, թե ինչու է այդ տակարամիտը, որ Սուրբ Գրքից էլ ոչինչ չգիտի։ Ես քանի անգամ ձեզ ասել եմ, աստվածաշնչից, աստվածաբանությունից, հովվական աստվածաբանությունից, եկեղեցական երաժշտությունից, հայ ժողովրդի պատմությունից, հայ գրականությունից, հայոց լեզվից, սա տակար է։ Սենց միջակություն է, ուղղակի միջակություն է ու իր նման միջակություններ շատ կան, նույնիսկ Եվրոպայում կան, մի ժամանակ Ստրասբուրգում ապրող նորից կարգալույց եղած հայր Մակար Վարդապետ Հովհաննիսյանը լավ ասավ մեկին, որ դու իմ աշակերտն ես եղել եւ ուղղակի միջակություն ես եղել։ Այդ միջակություններից մեկը Կտրիչ Ներսիսյանն է եղել եւ իր եղբայրը։ Ես նոր եմ հասկանում, որ այդ տկարամիտն ու այդ միջակությունը ոնց է արժանանում եպիսկոպոսական աստիճանի։ Բնականաբար ռուսական կակեբեի միջոցով, քանի որ ինքը նրանց գործակալն է եղել, աճեցրել են եւ տեղավորել են եւ դարձրել են եպիսկոպոս։ Ու հետո էլ նույն ձևի, թեև նախանցած եթերում ես նշել էի հոկտեմբերի 27-ը այդ սև օրը, ինչպես այդ չարիքի հետ սա զավթեց լուսավորչի գահը եւ որ դրեց մայր աթոռ, երբ այդ օրը գլխատվում էր հայոց իշխանությունը, ինքը իր անձնապաշտությունից դրդված ոչինչ ու ոչ մի բանի արժեվ կանգ չառնելով, որ հասնի այդ աստիճանին եւ դառնա կաթողիկոս ամեն ինչի գնով։ Այս ամեն ինչի մեջ հենց նշանակում է հայի արյունը։ Եվ այդ նույն արյան այս սրիկան ոտքը կախակցել, որ նոր հեռանա, բայց դա այդպես չի լինելու։ Մինչև իր մասին պատմելը եւ շատ փաստերի մասին ձեզ պատմելը, ասեմ, որ սրա տերերի նպատակը գալիք համապետական ընտրություններն են։ Իրենց կարճ խելքով հույս ունեն, որ կհաղթեն եւ իշխանապողություն կլինի, գոնե այդպես կաթողիկոս կոչեցյալը ճակերտավոր կարճած կմնա իր աթոռի վրա, բայց դա անհավանական բան է լինելու։ Ինչ արեց կաթողիկոսը ընտրվելուց հետո դառնում է կաթողիկոս եւ առաջինը, սիրելի ընկերներ, մայր աթոռում կատարում է ջարդ, բառիս բուն իմաստով ջարդ։ Այնքան ինքը կեղտոտ է լինում իր հոգին, իր սիրտը, իր էությունը, իր մեջի թարախն ու թույնը, որ ինքը արդեն դառնալով կաթողիկոս, առաջինը ջարդում է, գլխատում է այն հոգևոր եղբայրներին, ովքեր տարիների, տասնամյակների ընթացքում սկսած ուսանողական ժամանակներից, վարդապետական ծառայության, իր եպիսկոպոս եղած ժամանակներից, ովքեր իրեն հանդգնել են, ովքեր ինչ-որ մի բան հակադարձել են, ովքեր իրեն ասել են դու քեզանից այս ինչն ես ներկայացնում։ Ու բացի սրանցից ջարդ էր կատարում ու ջարդ կատարեց նաև իրենից խելացիներին։ Բոլորին գցեց մի անկյուն,
բոլորին հանեց, սենց շախմատի քարերի նման այստեղ այնտեղ շպրտեց, որպեսզի իր դիրքերը ամրապնդի եւ այսօրվա իրա այդ նեղ շրջապատով, այդ փոքրիկ խմբակով։ Այս փոքրիկ խմբակն էլ է գալու ժամանակը ու պատասխան են տալու այսօրվա եւ այս ժամանակաշրջանի իրենց վայրահաչոցների համար։ Սա ջարդ է կատարում։ Առաջինը, որպեսզի շատ ամոթը մարդը մի քիչ ամոթ է ունենում, որովհետեւ մի հարբեցող եղբայր ուներ, որ ամեն Աստծո օր հարբած էր եւ մայրաթորի սեղանական վարիչն էր, տնօրենն էր։ Ամեն օր հարբած էր։ Առաջինը իր եղբորը հանուն տանում է գյուղապետա սարքում, ոսկեհատում, որպեսզի չասեն կաթողիկոսի եղբայրն է խմում է, եւ սկսում է եպիսկոպոսներից։ Սա դառնում է կաթողիկոս, աստվածաբան Սրբազան, Անանյան եպիսկոպոս Արաբաջյանը ամեն ինչ թողնում է, որ եղել է երկար տարիներ Հռիփսիմե վանքի բանահայրը, Ճեմարանի տեսուչը, տարբեր պաշտոններ ա ունեցել եւ կախված աստվածաբաններ։ Առաջինը սա թողնում փախնում է Ամերիկա։ Երկրորդը իր աշկը դեռ նոր եղած կաթողիկոս, դեռ նոր եղած մտածում էր արդեն իրենից հետո ով պիտի լինի եւ տանկը գցում է ամենամեծ հայոց թեմի վրա, որն է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմը։ Այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ ինչ է անում 3 տասնամյակներ առաջնորդող Տիրան arczepiskopos Կյուրեղյանին ասում է, որ պիտի քեզ ուղարկեմ Ուկրաինա։ Սա Տիրանն ասում է ինչի համար։ Ես եմ այս թեմը 0-ից ստեղծել, Վազգեն առաջինի նշանակածն եմ, եկեղեցիներ չի եղել, միջև Ռոստով, Տուապսե, Գելենջի, Գագրա, Յալտա, ամենտեղ Կրասնոդար, Ռուսաստանի տարբեր քաղաքներում ես եմ ստեղծել եւ 30 տարի է գրեթե արդեն այստեղ առաջնորդն եմ։ Դուք Տիրան arczepiskopos Կյուրեղյանին համացանցից գիտեք, երբ շատ ակտիվ էր Նոր Հայաստան եւ Նոր Հայրապետ շարժման ժամանակ եւ ինքը այդ 2018 թվականին Մոնսոր այդ խմբի, մեր խմբի ամենաբարձրաստիճան հոգևորականներ եւ ամեն ինչը խորհուրդները իր հետ էինք համագործակցում ու որոշում ինչ անել եւ ինչ չանել, ինչպես Հայաստանում հայկորյուններ, դրսում մենք Տեր-Սահակը եւ շատերը կարգալուց եղած հոգևորականներ, բայց այսօր այդ նույն Տիրան arczepiskopos Կյուրեղյանը լրացե։ Հիմա կասեմ ինչու։ Եվ այս Տիրանը, որ չի համաձայնվում, որ գնա Ուկրաինայի հայոց թեմ, դատով, դատաստանով, ռուսական ոստիկանություն, ՕՄՈՆ, դատարան, իշխանության ներկայացուցիչներ, քրեական աշխարհի ներկայացուցիչներ, ինչ էլ ասես խառնում է Տիրան Սրբազանի դեմ, եւ վերջապես կարողանում են հանել եւ միանգամից աբեղա, այսինքն կուսակերոն քահանա, աբեղա եղբորը դարձնում է վարդապետ, եպիսկոպոս միանգամից։ Ու այսօր եզրասի մասին է խոսքը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդակարգում, որը առաջնորդանիստը գտնվում է Մոսկվայում, բոլոր գիտեք, այն գործակալը, որը հայկական Արբաթ ջոկատ էր օրնում եկեղեցում եւ ուղարկում Ուկրաինա, որը ԿԳԲ-ի գործակալ է։ Իսկ այդ տարիներին, երբ ես սովորում էի, եւ ներկա եւ նախկին հոգեվորականները բոլորը ասում էին, որ եթե տես մի բան լինի, դա խայտարակություն է։ Եթե կուսակրոնության ուխտը որևիցե մեկը խախտած է, դա խայտարակություն է, իրավունք չունի։ Եկավ հասավ այս օրերը, այն չասողիկի նմանները մայրաթորում են կնգակոսով մի հատ հոգեվորական կա, մի հատ չի, մի քանի հատ է ձեր կնգակոսով կա, բայց մեկ այդ ասողիկը, որ նախին քահանա էր, հիմա դարձավ վարդապետ, դրա պատմությունն էլ է ահագին երկար եւ զվարճալի, թե ոնց է լինում կամ ինչի համար է կնոջը թողնում եւ դառնում աբեղա, որ այսօր էլ մեծ խոսում է, ու սրանց նմանները պաշտպանում են, թե իբր ինչ կա դրա մեջ, գործակալ է եղել, այն ժամանակ Ռուսաստանի մեր երկրի շահերն է պաշտպանել, իբր կոմունիստական շրջաններ, սովետական միություններ, խորհրդային, Հայաստանը մտել է խորհրդային միության մեջ եւ դրա մեջ ված բան չկա, իբր թե, բայց մենք բոլորս լավ գիտենք, որ դա հենց հոգեվորականների մասին է խոսքը, որ դա նախ եթե հայրենիքի համար է եղել կամ երկրի համար է եղել, բա ինչու էր գաղտնիք պահվում։ Դե թող բարձրաձայններին ասեին Եզրաս Ներսիսյանը գործակալ է, բա ինչ են գաղտնիք պահել մինչև հիմա։ Կամ նույնը, որ ասում են, հա ինչ անենք երեխա ունի կաթողիկոսը։ Բա եթե հա ինչ անենք, եթե դա ված չի, եթե դա ուխտի դրժում չի, որ ծնկի եկել մայր աթոր, կուսակրոնության երթում է տվել սուրբ սեղանի առջև, իջման սուրբ սեղանի առջև մայր աթոռում, ժողովրդի, Աստծո առջև, բա էլ ինչի համար է երթում տալի։ Բա եթե այդ ձևա,
եկեք բան անենք, փաստորեն եթե կաթողիկոսը կամ սրբազանը կամ հայ սուրբը եթե կարող են կուսակրոնության ուխտը խախտել եւ երեխաներ ունենալ եւ ամուսնանալ, դե բերեք այսօրվա բոլոր քահանաներին ասենք դուք վարդապետ եք, եպիսկոպոս եք, ինչ անենք որ ամուսնացած եք, ոչինչ, եկեք այսօր դարձեք սրբազան։ Բա դրա տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունը, որ կուսակրոնությունը ամուսնանում է եկեղեցու հետ։ Իսկ քահանան արդեն իր ընտանիքը ունի, հոգևոր սպասավոր է ժողովրդի մեջ, հոգևոր հովիվ է, իր ընտանիքի հոգսերն էլ ունի, որերի ժողովրդի նվիրատվությամբ, կարեկցությամբ ապրում եւ պահում է իր ընտանիքը։ Իսկ կուսակրոնը իրավունք չուներ։ Դա յուրաքանչյուր հոգևորական գիտի եւ եթե կլինի մի հոգևորական, որ ձեռքը կդնի Սուրբ Գրքի վրա ու կասի կուսակրոնության ուխտը խախտելը մեղք չի, ես կթքեմ այդ հոգևորականի երեսին։ Գիտեք որ թքումել եմ, բայց պարզել կկանգնեմ թքեմ։ Ոնց որ Մայր աթոռում այն ամսի 17-ին դեկտեմբերի այդ ասողիկին էի մանգալի, չգտա որ մի երկու հատ չափալախ տայի դրան։ Իրա խոսալու համար, իրա սատերի համար, իրա զրպարտությունների համար, իրա պարակտման խոսքերի համար։ Այս ժողովուրդ ջան, իրան սրբազանին այս կտրիճը միանգամից կարգալույց արեց, որովհետև չնազանդվեց եւ Շիրակի թեմի առաջնորդին այն ժամանակ Գրիգորիս arczepiskopos Բունացյանին հանեց ուղարկեց Ուկրաինա այն ժամանակ, բայց հոգևորականները վանատներում, հովատներում մի բան էին խոսում։ Իրար մեջ ասում էին մենք չենք հավատում Գրիգորի սրբազանի նման մարդը միանգամից մահանա։ Ու կասկածում էին նորից որ այս Գարեգին Կոչեցյալի մատը խառնա։ Ինչպես նաև իր սիրելի ճուտիկներից մեկը, որ Վանաձորում է Գուգարաց թեմի առաջնորդը, այդ առաջնորդի ամենամտերիմ ընկերոջ խոսքերն եմ հիմա ես ձեզ փոխանցում, այն ընկերոջ, որ Գուգարաց թեմի առաջնորդը մի քանի օրը մեկ կամ շաբաթը մեկ հեռախոսով կապի մեջ է, նրա խոսքերը, որ Սեպու arczepiskopos Չուրջյանի մահնել է առեղծվածային եղել, որ իբր կորոնայից մահացավ այդ սրբազանը, որին ժողովուրդը շատ սիրում էին։ Եվ այսօր ես Վանաձորում գտնվելով Սեպու սրբազանը իմ առաջնորդն է եղել, ես իրեն շատ լավ ճանաչում եմ եւ հիշում եմ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ ինչպիսի պայքար էր տանում զանգերով սրբազաններին իր հոգեվոր եղբայրների հետ դեմը առնելու, որ կտրիճը կաթողիկոս չլինի եւ այդ ժամանակ իրենք ուզում էին հենց նույն Աջապահյանը, Զախապահյանը, որ հիմա նստած է, հենց իր հետ Սեպու սրբազանը ինչեր էր խոսում։ Այդ Զախապահյանն էր դեմ էր, որ կտրիճը կաթողիկոս լինի։ Ուղղակի այս կտրիճը հետո բոլորին միացած ջարդեց, հետո ասավ դե հիմա խելոք, եկեք հնազանդվեք եւ գնացեք ձեր ծառայությանը։ Նույն Աջապահյանն էլ է դեմ եղել Աջապահյան սրբազանը, որովհետեւ Սեպու սրբազանը երբ հեռախոսով խոսելուց է եղել Աջապահյանի հետ Գյումրի, այստեղ են ներկայ է եղել կաբինետում։ Այդ ժամանակ միակ սարկավակը ես էի, այդտեղ Գուգարաց թեմի քարոզչականի տնօրենն էի, որ ինչեր էին խոսում եւ թեմական ազգային եկեղեցական ժողովի մեր падգամավորներին ասված էր, որ ձայները պիտի տան Ներսես arczepiskopos Պոզապալյանին։ Բայց դե մենք գիտենք ինչպիսի լծակներ գործի դրվեցին եւ այս սադիկան հասավ իր նպատակին եւ դարձավ կաթողիկոս։ Թե ինչպիսի գումարներ ներդրեց, ինչպիսի միջնորդություններ եւ այսօր արդեն բանից պարզվում է, որ իր գործակալ լինելու տերերներ են խառնված եղել։ Այստեղ նաեւ ինքը միանգամից տապարանի տնօրեն նշանակեց քրոջ ամուսնու։ Այսինքն այն սրբազանի հորը, ով էլի բերդում է Արագածոկնի թեմի առաջնորդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանա դրա հորը սկսեց այս ջարդել, փոփոխություններ անել, այս քահանային ստեղ, այս կարգալուծությունները, այս վարդապետին շպրտեց այն մի կողմը, ասում եմ մոտ 150-ից 200 քահանաներ, վարդապետներ, աբեղաններ, եպիսկոպոսներ, կարգալույց եղան եւ ամեն մեկը գնաց իր գործին։ Հավատացեք, սիրելի ընկերներ, շատերը այն ժամանակ նույնիսկ Մայրաթորից կամ սրանց ճուտիկները ասում էին, որ ես Ֆրանսիայից խոսում էի, ասում էին, կարգալույց եղած այդ սարկավակը, բայց այս տագետները, այս հիմարները չեն հասկանում, որ սարկավակը կարգալույց չի լինում, եւ ես դա իմ կամքով եմ թողել եւ հեռացել։ Կամ իմ համար ես դրա ոչ հացին եմ եղել, ոչ էլ ջրին եմ եղել ու նույնիսկ այն, որ հիմա պատարակների ժամանակ զեղչում են այս սրբապիղծի անունը ճիշտ են անում, թող բոլորը ասեն, ովքեր որ ներկա են Ֆրանսիայում եկեղեցում, որ 2 տարի ծառայել են, պատարակների ժամանակ, ճիշտ է, գոհությունը երգում էին, որովհետև այս մի ուրիշ երգող էլ չկար,
այդ երկելու ժամանակ հենց գալիս էր սրա անվան համար, ես լռում էի կամ իբր հազում եմ, այս բաներ էի անում, կողքից երեխեքը, դպիրներ բան, երգում էին, ասում էին եւ հայրապետին մեր օտարան, չգիտեմ ինչ, սրա անունը չեմ ուզում տալ այդ ու լավ եմ արել։ Այ ընդեղից եմ ես հիշում, երբ այդ Մխիթար ավագ քահանա Սարիբեկյան ունեինք, որ էլի շատ համարցակ, հզոր ձայնով շարակնոցը անգիր իմացող եկեղեցական երաժշտությունը շարակնոցը, որ թերթս էս բացեիր, միանգամից ասեիր այս շարականը անգիր երգեր, այս ձևի հոգևորականներին, այս սրբապիղծը կարգալուց արեց ընկան չոլեր, այս կողմ, մեն կողմ, տարբեր հիվանդություններ ստացան, մահացան, նույնը ինքը Մոսկվայի տեր Մարտիրոսը, այս տեր Սարիբեկյան քահանան, որ Գերմանիայում մահացավ, սրանց դատն ու դատաստանը լրիվ դրա խղճին է, այս սրիկայի, սա տառապելու է, սա իրավունք չունի, ինչքան էլ որ ասում են իր համար գնա հոգևոր հանգստի եւ այլն, բան չէ, ես դրան համաձայն չեմ, սա սրբապիղծ է, սա պետք է պատասխանատվության ենթարկվի, շատ սրբազաններ, բայց քանի որ մենք Տիրան սրբազանի մասին խոսեցինք, ես ես բոլորիդ ուզում եմ ասել, քանի որ ինքը ապրում է Մոսկվայում, այս եկեղեցու բարենորոգման շարժումը երբ սկսեցինք մենք, մինչև այդ ինքը պայքարում էր, ասում էր, սենց արեք, նենց արեք, մեզ ուղղություններ ցույց տալի, ժողովուրդ ջան, այս մարդը միանգամից լռեց Մոսկվայում։ Արդեն պարզա չէ ինչու, կամ ինչ արեցին, որ լռեց։ Տեսեք, այլ համացանցում չի խոսում։ Այլ հարցազրույցներ չի տալի Տիրան arczepiskopos Գյուրեղյանը։ Գուցե, եթե ապրեր Հայաստանում, եթե ապրեր Եվրոպայում, Ամերիկայում կամ մեկ այլ երկրում, կտար։ Բայց քանի որ ապրում է Մոսկվայում, այլևս հարցազրույցներ չի տալի, լռեցրել են այս մարդուն։ Ինքը արդեն բավականին տարիքով է, բայց խելքը, գիտակցությունը եւ ամեն ինչ տեղն է։ Սակայն վստահորեն ասում եմ, որ այս մարդուն լռեցրել են։ Ինչպես շատերին են փորձել լռեցնել։ Էլ ինչ արեց Կտրիչ Ներսիսյանը, ինչպես ասում էին, Գիշ Գրիգորի տղան, եւ դարձավ կաթողիկոս, միանգամից անցավ իր ծրագրերին։ Այնինչ իր էության մեջ կար։ Իր բիզնես, մաֆիա, էսկո, մենկոմ, սրան նրան կծնվել, շողոքորթել, էլ բարերար չմնաց տակը պարկեր։ Պիոներ պալատները։ Դե մեկա, Սերժ Քոչարյանը ինչ ասում էին, անում էր, պիոներ պալատները նախկին ժառանգություն մնացած Հայաստան երկրին մնացած պիոներ պալատները վերցրեց եւ դարձրեց հայոց տներ։ Ես մեր երեխաներին դեմ չեմ, որ հայոց տներում կրթվում են, սովորում են, տարբեր խմբակներ կա։ Ինքս Վանաձորի պիոներ պալատի համար շատ պայքարել եմ Սեկուս Սրբազանի հետ, առաջ Քիմգորձարանի տարածքում տեղ կար, այնտեղ էինք ուզում, բայց հետո Դիմաց թաղամասում վերցրեցին տարածքը եւ նորը կառուցեցին այնտեղ, թեև հիմն էլ է նստած բալանսին, Վանաձորի մեծ պիոներ պալատը հին էլի նստած է, բայց այդ անտեր անտիրական գծած է, վերջերս մի քաղաքացի հանդիպեց ինձ փողոցում եւ մոտեցավ, ձեզ մի բան եմ ուզում ասել, ասում եմ ինչ, ասում եմ ես թանգարանային նմուշներ ունեի այդտեղ էր, ինձ հանել տվեցին այդտեղից եւ այդ ամբողջ ապրանքը տարել եմ, տունն եմ դրել, այս կողմենքом, ցես բաներ էր պատմում, դա արդեն այն ժամանակ է եղել, երբ ես Վանաձորում չեմ եղել։ Պիոներ պալատները վերցրեց, հայոց տներ սարքեց, լավ արեց։ Դուք գիտեք, ինքը այդ երեխեքի համար էր ուշ կգնում կրթության եւ այլնի, ոչ։ Ամեն մի շինարարություն իր երջանկություններ։ Միացած բան կա, այն որ ասում էին նախագիծ են գցում, այս շենքը սարքելու են, այս եկեղեցին, այս մի թանգարանը, այս մի փողոցը, խոսքը վերաբերում է Մայրաքորի տիրապետության տակ գտնվող Սմետան, որ ասում էին, ես այդ Սմետաններին ծանոթ եմ։ Նախահաշիվները։ Բոլորը գիտեին, որ 40-60-ը, 60%-ը ծախսվում էր, 40%-ը գրպանվում էր։ Դա բոլորը գիտեին։ Բոլորը ասելով, ես նկատի ունեմ իմ ծառայած տարիներին այն հոգևորականները, ովքեր ծառայում էին կամ իմ հետ, կամ ասենք թե հոգևոր եղբայրներ էին, կամ ինչ ճանաչում էին, կամ ես էի իրանց ճանաչում։ Բոլորը այդ մասին գիտեին, որ ինքը դարձել է տրեստիկ կառավարիչ, այն լավագույն դեպքում պարարապ, որ գնար եւ գիշերցերեք դրանց մասին էր մտածում, որովհետեւ դրանց մեջ փող կար։ Ես նաև գիտեմ օրինակներ, թե որ բարերարներից ինչքան է գումարներ վերցրել, ինչ է արել, ու հիմա ձեզ թվում է, այս կաթողիկոսը մենակ իր տերերից է վախենում հրաժարական տալու համար։ Ոչ, որովհետև հետո պիտի բացահայտվի այսպիսի բաներ, որ ինչ գումարներ, ինչ միլիոններ, ինչ միլիարդներ է լափ է։ Բերեմ մի օրինակ։ Էջմիածնի Բաղարշապատի հայորդաց տունը, երբ կառուցվում էր, վերանորոգվում էր, բարերարը գումարը տալիս է։
կարծեմ $1 միլիոն այն ժամանակ, այն խոսքս 90-ականների վերջին 2000-ի սկիզբը 1-2 կամ մեծ է։ Սա չի կառուցում, դանդաղում է, այդ փողը գցում է բանկը, ֆռռում է իր համար։ Վերջը, այս բարերարը անդադ գալիս ասում է, ինչ եղավ, ինչի՞ չի պատրաստ։ Խոստացել էր այս ամսին բացումը լինի, սեպտեմբերին բացումը լինի։ Դե տարբեր պատճառաբանություններ եւ այլն գնում է նորից այլի հետ գալի բարերարը Նյու Յորքից։ Հրաշ Թուֆայանը։ Հետո վերջապես անցնում է մի քանի տարի կառուցում է հայորդաց տունը, վերջացնում է։ Դե ինչքան ուշ այնքան լավ, այդ միլիոն այն ժամանակ մեծ փող է, ոնց որ հիմա ասես $10 միլիոն։ Գալիս ասում է, գույքը չկա մեջի, գումարը վերջացել է, բայց նախապես ամեն ինչը հաշվարկված ա եղել, որ այդ $1 միլիոն մեջ ա մտնելու։ Բա գույքը չկա, վերջը ստիպված հանում է 150,000, արդեն կարծեմ եվրո, բարերարը, դա էլ ա տալի այս սրիկային 150,000 եվրո, որ գույքը առնեն։ Ու այսպես շարունակ, վերցնենք հասարակ Իզմիրլյանը, սրա դարդը, սա բիզնեսմեն ա, սա ամեն ինչ դրել ա, իր ուղն ու ծուծը, քրտնինքը, գիտակցությունը ողջ, իր օրերը, տարիները այս բիզնեսների վրա, ժողովուրդը հենց այնպես էր ասում, զով խանութների ցանցը։ Հա լավ գնում ես թղթի վրա գրած չի Կտրիշ Ներսիսյան, բայց որ ասում է Իրանն է, ուրեմն Իրանն է, այն որ 4 միլիարդ դրամ է, 4 միլիոն դրամ է ուգամբեց, այն ապօրինություն միլիարդ ապօրինություններ անելու համար այդ զով խանութների։ Ժողովուրդ ջան, սա ամեն ինչը որ ժողովուրդը ասում է, ասես մի հատ բան կա, չէ, ժողովրդական խոսքը ճիշտ է, ճշմարտություն ունի իր մեջ։ Ժողովուրդը երբեք չի սխալվում, սենց ասեմ։ Ես մի հատ Էջմիածնի թիմ ընտրությունների ժամանակ հիշում եք, մի հատ բան արեցի։ Եթեր արեցի այն լքված այգուն կեղտերի մեջ Վազգեն Վեհապար Հայրապետի արձանը։ Բոլորը հիշում եք, որովհետև դա ես որ ուղիղ եթեր արեցի։ Այդ ուղիղ եթերից հետո 1 ամիս հետո Facebook-ը ջնջում է։ Բարեբախտաբար արդեն այդ ջնջվող 1 ամիս հետո ջնջվող եթերները իմ մոտ, իմ ալբոմներում պահպանվում է։ Facebook-ից գալիս է իմ ալբոմներ եւ ես կարող եմ դրանք նորից տեղադրել։ Իմ բոլոր եթերներն էլ։ Հիմա ուղիղ եթեր եմ անում։ 1 ամիս հետո ջնջվի, ես կարող եմ այս նույնը նորից տեղադրել։ Ու 800 մարդ, կներեք, 865 մարդ այդ եթերը տարածեց, որ Վազգեն առաջինի արձանը, որ այս սրիկան մայր աթորի մեջից հանեց տարածքից, այն բարեկարգ գեղեցիկ տարածքից, հանեց տարավ են քաղաքային այգու, որ այդ այգին էլ ա վերցրել, դա պիտի հետ վերադարձվի Վաղարշապատի ժողովրդին այդ այգին։ Այդքան բանի կարիք չունի մայրաթորը այդպես այգիների, կամ այդ թող բարեկարգի, անմխիթար, փնթի եւ գիշեր ես նույնիսկ նկարեցի այդ ժամանակ հարբեցողներին եւ ժողովուրդը ինձ ասեցին, որ այստեղ հավաքվում են անդադ արձանի մոտ, Վազգեն առաջինի արձանի մոտ, հավաքվում եւ խմում են, լակում են, հարբում են ու երևի հայոյանքներ են այդտեղ կատարում։ Որովհետեւ սա ուզում էր, քանի որ Վազգեն Հայրապետը, Վազգեն առաջինը ժողովրդի կողմից սիրված էր եւ մեծ համբավ ու սեր էր վայելում եւ նաեւ ժողովուրդը նրան անվանեց շինարար կաթողիկոս, քանի որ իր ձեռնադրությունից հետո Հայաստանի բոլոր թեմերում եւ եկեղեցիներ կառուցեց եւ նաեւ արտ երկրում ոչ թե միայն եկեղեցիներ կառուցեց Վազգեն առաջինը, այլև թեմեր ստեղծեց։ Եկեղեցու մեր առաքելական եկեղեցու թեմեր ստեղծեց Վազգենը։ Այս ամեն ինչը որ կա, Վազգեն առաջինի արածն է այս կատարած աշխատանքները արտ երկրում թեմերի ստեղծումը։ Սա, քանի որ ինքը գիտությունից զուրկ է այս Կտրիշ Ներսիսյանը, ուզում էր ինչ-որ մի բանով աչքի ընկնի։ Ինչ անի։ Ոչ կարա գնա Ճերմանանում դասավանդի։ Ոչ մի օր տեսել ենք, ասեմ թե ինքը գնա Երևանի պետական համալսարանում կամ ինչ-որ մի բուհում, օրինակ ուսանողներին դասավանդի, բանախոսի։ Դուք դա չեք տեսել ու չեք էլ տեսնի, որովհետև չկա ստեղը չկա։ Կարող է, այդ պահին մի ուսանող կամ ինչ-որ մի դասախոս վեր կենա մի հատ հարց տա, այս սրիկան այդտեղ ոնց պատասխանի, եթե չգիտի ոչ մի բան։ Ինքը աշխավոր բախտավոր են աստղիտակ ծնված, սա դարձել է իր համար կաթողիկոս։ Բայց նորից եմ կրկնում, բոլոր հոգևորականները գիտեն, որ ինքը աբսուրդ է։ Նույնիսկ իր կողքը գտնվող այդ նեղ խմբակն էլ լավ գիտի, ինքը իրանից ինչ է ներկայացնում։ Ես պարզ ասացի, միչակություն, ուրիշ ոչ մի բան։ Իսկ որ ասես լավ բիզնեսմեն է, լավ շինարար է, լավ փող հաշվող է, օթում, լավ ուսումնասիրող է աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ միլիարդատեր հայեր կա, ինչ ճանապարհներով գնա հասնի այդ միլիարդատերին, համոզի, հոգևորականների ու ուրիշ մարդկանց միջոցով իրանց հասնի։ Այդ ձեր բաներից ինքը պրոֆեսիոնալ է։ Եվ նույնիսկ այս ձևի բաների համար, այդ բարերարներին հասնելու համար, ինքը նույնիսկ հայր սուրբեր է բան արել, կարգալույծ արել։ Ոնց որ Ֆրանսիայի հայր Կարապետը, որ դարձավ կաթոլիկ,
Այնքան այդ մարդուն դրդեց, այն Հայկ Կարապետը, որ սիրելի ընկերներ, այս 10 սրբազանների մեջ է Հայկ Կարապետը եղել է Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի լսարանից կուրսեցին, ինչպես նաև Բիչինա Բագրատի կուրսեցին։ Մի շատ լավ հոգևորական էր, նորից լավ երգող, որ եթե մեր եկեղեցում խազագիր, ոչ թե նոտաններ, այդ խազագիր իմացողները մատների վրա էին հաշվում, մատների վրա։ Ես իմ կյանքի ընթացքում, այդ 29 տարիների ծառայության ընթացքում 4-5 հոգի գիտեմ, որ խազագիտություն գիտեին, որոնցից մեկը հենց այդ Հայկ Կարապետն էր, ում կարգալույց արեց։ Այնքան գնա այդ մարդուն համոզի բեր, այդ մարդը միլիոնատեր, միլիարդատեր մարդ էր, որ ապրում էր Վիեննում, ոչ թե Վիեննայում Ավստրիա, այլ Ֆրանսիայի Վիեննում, Բալանսի Լիոնի արանքում գտնվող, ոնց որ Եռանկյունի այդ քաղաքում։ Բայց այդ մարդը մոտիկ չէր գալի։ Այս Հայկ Կարապետն էր Ֆարաջեն շպրտեց գնաց մարդը մի տարի կաթոլիկների մոտ իրանց աստվածաբանական համալսարանում սովորեց, դարձավ կաթոլիկ հայր սուրբ։ Դա եղավ ինչ։ Եղավ որ ստիպեց այդ մարդուն, ստիպեց այդ հայր սուրբին, այդ աստիճանի հասցրեց, զզված էր։ Բայց իր սիրելի քահանաներից օրինակ Տեր Վաչեն, նորից Սանկտ Պետերբուրգից, ինչ պոռնեկություններ ասես որ արեց Ֆրանսիայում, այլ ուկրաինացի աղջիկներ, այլ չգիտեմ Ինչ էր ասես, այն նորմալ սրբազանի գլխին, ինչ էր բերեց, դա, այդ Տեր Վաչեն, այդ օրինակ մտեք Նից քաղաքը Ֆրանսիայի եւ հարցրեք Տեր Վաչե։ Հանկարծ անունը տա կարողա ձեզ միամիտ խփեն հայությունը։ Այդ ձևի քահանա ա եղել, բայց քանի որ իր ճուտիկներ, հոգեզավակներ, մարդը կարգալույց չեղավ։ Այնպեսի մի քահանայի մասին եմ խոսում, որ եղավ այնպեսի պահ, որ ճեմարանում իբր վերատեսու չէր, փոխտեսու չէր, նույնիսկ վախենում էր որ դուրս գար Էջմիածին, քանի որ Էջմիածնից ժողովուրդն էին ծեծելու, որտեղ այդքան վատություններ էր անում ուսանողներին, բայց դա չպատժվեց, իր ճուտիկները, այդ խմբակը, իրեն ենթարկվողները, իրեն ծախողները չէին պատժվում եւ ընդհակառակը ավելի էին բարձրացվում։ Դա էլ ասեցի։ Իսկ ինչ եղավ, երբ կուսակրոնության ուխտը խախտած հայր սուրբերին չի պատժում։ Հենց հիմա Մայրաթորում կուսակրոնության ուխտը խախտած էլի հայր սուրբեր կան, եթե մարդիկ գիտեն, համացանցում տված է, մենք խոսում ենք, բայց ինչի չի պատժում։ Կեղտոտ մարդը չի կարա կեղտոտ մարդուն պատժի։ Ասա ով է ընկերը, ասեմ ով ես դու, այդ բանն է, ինքը իր նմաններին հավաքել է շուրջը, ասողիկը, այդ ասողիկը, Վարդապետ հայրսուրբ, ինչ հայրսուրբ, այդ ցավը տանը։ Որն է հայրսուրբը։ Դու կին ունես։ Երեխա ունես։ Ինչ հայրսուրբ։ Շատ էլ որ ամուսնալուծվել ես, գնացել ես վեղար ես վերցրել։ Կամ մնացածը, ովքեր որ այդ ուխտը խախտել են։ Դե այդ ձևա, բերեք բոլոր քաղաքների, համայնքների քահանաները, ասեն ամուսնացած են, մենք էլ ենք կուսակրոններնում, մենք էլ ենք աստիճան ուզում եկեղեցական բարձր, վարդապետ ենք, եպիսկոպոս են դառնում, արքեպիսկոպոս են դառնում, այդ տխմար եզրազը կդառնա, այն մնացածը չեն դառնա։ Չի կարելի։ Կանոնագիրքը կա, կանոնագիրքի մեջ տվյալ լրիվ դրույթները կա, որ դրա համար պիտի, սիրելի ընկերներ, հին ժամանակներում կուսակրոնների սեռական երակը մեջքից կտրել են, որ իրենք այլևս չմտածեն ուրիշ բաների մասին, սեռական կյանք չունենան։ Եթե իրանք են ընտրում այդ ճանապարհը, որ իրենց ամբողջ կյանքը նվիրեն ժողովրդին, եկեղեցուն, Աստծուն, պետությանը, քարոզին, քարոզխոսությանը, հոգևորական ինչ է նշանակում։ Հոգևորականը նշանակում է այս մի ձեռքին ավետարանը, մի ձեռքին խաչը։ Ժողովրդի մեջ քարոզեն։ Այս սրիկան եկավ դարձավ կաթողիկոս, աղանդավորները Հայաստան լսվեցին։ Երբ լսվեցին։ Լավ գիտեք։ Լավ, այս քաղաքում 35 հատ Կիրակնորիա վարժարան ունեի։ Բա ուրա։ Այս քաղաքում Վանաձորում մենակ ես 35 հատ Կիրակնորիա վարժարան էի բացել։ Ունեի 123 կրոնի ուսուցիչներ, որոնք 3 տարի դասա բանդումների էին մասնակցել Մայրաթորի հոգևորականների կողմից եւ մեր ղեկավարներ հենց Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Ուր են, ինչու փակվեցին, ինչու չկարողացաք պահել։ Որ այդ նույնը գնացի Մայրաթորում Արմավիրի թեմում Քարոզչականի տնօրեն էի, Մայրաթորը բռնեց այս սրիկա, այս կտրիչը։ Մայրաթորի տակ ենթակայության տակ գտնվող 10 թե 15 Կիրակնորիա վարժարաններ իր վրենից գցեց, հավես չուներ։ Այդ է տվեց Արմավիրի թեմին, որ ես տնօրեն եմ։ Բա պահեիք։ Բայց ի ուրախություն այն առաջին եպիսկոպոսական պատարագին, երբ Արմավիրի այգեշատ գյուղում մենք կատարեցինք, այդ ժամանակ
ինձ շատ բարի լուր ասեց Սիոն arczepiskopos Ադամյանի աշխատողներից մեկը, որ Արմավիրի այն ժամանակվա Կիրակնորիա Արմավիրի թեմի դպրոցները մինչև այժմ գործում են։ Այսինքն այն մեկ կատարած աշխատանքը Արմավիրի թեմում գոյություն ունի մինչև հիմա, շարունակվել է։ Բայց այդ նույնը, օրինակ, այս գուգարած թեմում չկա։ Հիմա որ ասում եմ չկա, իրենք նայում են, հեսա եկուցելով ասելու են, բարձրաձայնելու են, ասել են, «Էդի մենք ուրիշ բանի ենք վերացել, այդ կրթականը դրել ենք սրա տակ, նրա տակ, սոցիալական, չգիտեմ ես ինչ կրթադաստիարակչական եւ այլն»։ Ես պարզ ասում եմ, Կիրակնորիա վարժարաններ, որ ունեինք ուսուցիչներ, այդ ուսուցիչների վրա 3 տարի մայրաթորի գումարներից այն ժամանակ Գարեգին առաջին աստվածաբան, մտավորական, գիտնական համաշխարհային դեմք հանդիսացող Գարեգին առաջին Սարգսյան կաթողիկոսի շնորհիվ եւ Վազգեն Սրբազանի շնորհիվ այդքան բանի կարողացանք հասնել, պատրաստել, չեք պատկերացնի այդ 90-ականներին դա ինչ դժվար ու ինչ հսկայածավալ աշխատանքներ էին, որ կատարեցին, սակայն այս սրիկամ եկավ լրիվ տվեց, քանդեց, ավիրեց, թափեց գնաց։ Մենակ իր բիզնես Իզմիլյան հիվանդանոց սարքի, թանգարան սարքի, չգիտեմ զոհ խանութներ, ով գիտի այն տնգարանի Էջմիածնի, այն թազա գերեզմանները, որ մի տեղը $5,000 են ծախում, 15 տարի առաջ որ ես այնտեղ էի, 500, 700, 800 $1000 է։ Հիմա ինձ Էջմիածնում ասեցին, որ մի քանի $1000 է մի տեղերը, որ պարքև այն թռած պարքև arczepiskopos Ղարաբաղի Մարտիրոսյանինն է, ով գիտի դա սրանը, բոլորի իր անունով չի անել, ու ամեն մեկը մեկի անունով է արել։ Ոնց որ Հայր Գուսանի ասած շվեյցարիայի գումարները, հարստությունները, ես դες նորից եմ ասում, համացանցում բողոքված է երեկվանից Սուրբ Գեղարդի մասունքի այդ պահը։ Դա 8 տարի առաջ էինք ասում մենք։ 8 տարի առաջ ասում էինք տվեց, վաճառեց։ Այն ես զնել որ էլի նստած է, նարկաման են դիվանապետը, նարկաման։ Ասում է բանը Ալեքսեյ երկրորդին են տվել։ Ալեքսեյ երկրորդին չեն տվել։ Սանկտ Պետերբուրգի գուբերնատորին են տվել։ Մասունքը նվիրել։ Այն Սանկտ Պետերբուրգի, որտեղ երկար տարիներ գործակալ Եզրասը ընդեղ ծառայել է, ընդեղ էլ բիզնեսներ ունեցել, ընդեղ էլ լավաշի փուր դրել։ Կամ բանը վերցնենք, այս Ռուսաստանից նամակներ եմ ստանում, հենց Օմսկին է օրինակ։ Այդ համայնքի ղեկավարը իջա հա գերում են, ասում են ես ինչ անեմ։ Եկեղեցին կառուցել են, Եզրասը գնալու համար նախ ասում այդի դրիվ տվեք ինձ, կադաստրի վկայականը համայնքինը չի բանա, էդի մերնա, թեմիննա, եւ այսքան գումար չգիտեմ ինչ հազարներ, քանի միլիոն ռուբլի, տվեք որ գան օծեն։ Սա սրբապատկություն չի, օծումը եկեղեցի է կառուցվել թազա նոր, որ պետք է օծվի, որ այդ մարդիկ ունենան իրենց հավատքի տունը, իրենց արարողությունները, իրենց երեխաներին մկրտեն։ Դու այդ մարդիկ քիչ այդ գումարներով հավաքել են եկեղեցի են միլիոններով սարքել, թանկ հաճույք է եկեղեցի սարքելը։ Դու հլա գումար ես ուզում, որ գնաս օծես, մենակ Օմսկում չէ, շատ տեղերում այս նույն պատմությունը եղել։ Պատ Մոսկվայում էլ ա եղել են Տուլա, Մուլա, Վարնաուլ, եսին որտեղ այդ քաղաքներում սա առաջի դեպքը չի։ Նույնը, այս սրիկան էր, ինձ Եվրոպայում ասեցին, եթե ժողովուրդը ցանկանում էր հայրապետական այց, որ ասում են մի անգամ է կաթողիկոսը գա մեր քաղաքը, բան, ասում են կարա այդքան գումար հավաքեք։ Խոսքի օրինակ որ համիրա ճանապարհածախսը գա գնա մի 20,000 եվրո էլ, բա Իրան պետք է տանք կամ մի հատ այցի համար, բասա ուր գնում է փողը հավաքում։ Նույնը Այն սրիկա պարքև սրբազաններ, որ իրան սրբի տեղեր դրել, իբր Արցախի համար, Ղարաբաղի համար կյանքը տալիս է, բայց այն կրիտիկական պահին թռավ։ Բա ինչ եղավ դրա սիրտը, լավացա՞, հա? Ասում են Լոս Անջելեսի փողոցները խմելով ման է գալի։ Այդ հիմա լավ է, հա? Այդ սրիկան, որ Արցախում ուներ մի հատ դղյակ, մի 2 կիլոմետր այն կողմել ուներ մի հատ խրճիթ։ Ինչքան տուրիստ բարերար մեծահարուստ էր գալի, տանում էր խրճիթը, որ իբր տեսեք, ինչ մեղք եմ, ես arczepiskopos եմ, Ղարաբաղի առաջնորդն եմ, բայց այս վիճակում, այս փոքրիկ յուղակում եմ ապրում, փողերը հանեք տվեք ձեր գրպանների սկալոբներով։ Բայց ինքը շքեղ դղյակ ուներ, սրիկան։ Ինքը հարցակում էր գործել աշտարակապ գործարանի վրա։ Ձեռներից խլել էին այդ մարդու։ Ինքը Էջմիածնի թազա գերեզմաններն իրան էր, անջրտի հողեր էր, սենց ղռեր էր, սենց ասեմ ժողովուրդ դուք լավ հասկանաք, ղռեր էր, վերցնում ա լրիվ այդ նախկին քաղաքապետի ժամանակ, չգիտեմ Կարեն Գրիգորյան էր, ով էր, ինչ էր, մեծ էր, փոքր էր, ինչ էր, չեմ հիշում, մի հատ տուշոն կա։ Ու սկսում է անունը դնել նոր գերեզմաններ ու ծախել։ Պետական հողը, ով գիտի անվճարել է վերցրել, նվեր աստացել, կամ կոպեկներով առել է։ Այսպես չկա մեկը հիմա, չկա գնա կանգնի այդ գերեզմանների գլխին, ասի լարի տեսնեմ, այս հողը քեզ ով է տնօրենը, հլա արի։
մի հատ Պողոս Պողոսյան գգա կամ Բյուրականի Վարդիթերյան գգա, ասի օրինակ ես եմ։ Հələ արի տենամ այս թվին քեզ էսի որտեղից, ով ա տվել, ինչ միջոցներով ա տվել, նվիրատվությունն է, վարձակալությունն է, առել ես, մասնավորից ես առել, հետո այս ոնց է դարձավ գերեզմաններ, ու եթե դու սա վաճառում ես ամեն մի տեղը, պետությանը հարկ ես տալի։ Այո, եթե եկեղեցին պետք է բիզնեսով էլ զբաղվի, բա պիտի հարկատու էլ լինի։ Իսկ ինչի՞ց է վախենում Կտրիշ Ներսիսյանը, այն բազմաթիվ մեղքերից, այն բազմաթիվ մախինացիաներից, ապօրինություններից, կատարած հանցանքներից, որոնց մասին չեմ ասում քչերը, շատերը գիտեն, ովքեր որ մի քիչ մոտիկ են եղել այդ համակարգին, շատ լավ գիտեն ինչեր է կատարվել։ Բերեմ մի օրինակ։ Այս մեր սիրելի 10 սրբազաններից շատերը, որովհետև իրենք էլ թեմի առաջնորդներ են եղել եւ կան, շատ լավ գիտեն միայն պատերազմի ժամանակ ինչքան գումարներ են հավաքվել։ Խոսքը սիրելի ընկերներ, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին չէ։ Խոսքը այն մասին է, որ դա կարող է հասած լինել օրինակ 400, 500, 600 միլիոն դոլարի մասին։ Ես բարձ փաստակ, եթե մի վերցնում եմ ֆրանսիական մի հող, չեմ ասում մի համայն քաղաք, այնտեղ հող են ասում մարզին, մի մարզի բնակիչներ, որ ունեն ընդամենը մեկ եկեղեցի հայկական, 5000 հայ, 2500-ը Ֆրանսա հայ, 2500-ը մեծ ու փոքր Հայաստանից ներգաղթած հայեր։ Թող լինի 400, 500, լավ 600 ընտանիք Հայաստանից գնացած։ Եթե ի վիճակի են երկու անգամ գումար հավաքել 60, 65 ու եւ երկրորդը 50 թե 55, մոտ 110-115 հազար եվրո, դուք պատկերացնում եք 120,000 համայնք ունեցող Մարսելը ինչքան հավաքած կլինի, 80,000 համայնք ունեցող Լիոնի հայությունը ինչքան գումարներ հավաքած կլինեն ու աշխարհի յուրաքանչյուր գաղթօջախ ավելի հարուստ երկրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ասենք թե Կալիֆոռնիայի թեմը, եկուցելով, օրինակ, թեմի առաջնորդը, պիտի ասի մենք ուղարկել ենք այսքան միլիոն դոլար պատերազմի ժամանակ։ Հարց. Որքան է պետությանը բանակին նվիրել Կտրիշ Ներսիսյանը պատերազմի ժամանակ։ Երբ այդ գումարները գալիս էին Մայր Աթոռ, ես դրա համար եմ ասում, որովհետև հրահանգավորված էր Մայր Աթոռից, զանգահարում էին թեմի առաջնորդներին, թեմերի Եվրոպայում, թեմերի առաջնորդները զանգում էին հոգևորականներին, քահանաներին, ասում էին գումարը չուղարկեք Փաշինյանին, չուղարկեք պետությանը, չուղարկեք, չգիտեմ, Արծրուն Հովանիսյանին կամ Սուրեն Պապիկյանին, իբր բանակին էլի պետությանը, չուղարկեք, ուղարկեք Մայր Աթոռ, կաթողիկոսը գիտի ինչ կանի։ Այս սրիկան սրանցից է վախենում։ Այս ձևի բաների համար է վախենում, որ ասեն, ախպեր ջան, լավ հետ բերեք փողերը ուրա։ Տարել է Շվեյցարիա ես գցել, ոնց որ փաստեց Հայր Գուսանը, չէ՞, Ծայրագուն վարդապետ, մեր սիրելի եղբայրը Հայր Գուսանը։ Բայց ձեռքները դրեք խշներից, սրտերից եւ ասեք, այդ Շվեյցարիայի գումարների մասին Ռոբերտ Սարգսակը երբ է ասել ձեզ։ Մի ամիս չէ, 2 ամիս չէ, 5 ամիս չէ, տարիներ առաջ եմ ասել ու ասել եմ միշտ այս ընթացքում։ Ինչքան Կտրիչի մասին խոսացել եմ, ասել եմ։ Այս սրիկան դողում է այն նորածին երեխու վրա, որ լեզու բան չունի, հիվանդա ու լացում է, ուզում է հասկացնի ծնողները ոնց են դողում։ Այս սրիկան էցե դողում է Իզմիրյան հիվանդանոցի վրա։ Այդտեղից միլիոններ է գալի իրան։ Ով է ասել, որ դա Մայր Աթոռինն է։ Բա եկուցելով, որ մի հատ ստուգում երնի, էդի կերևա չէ, Մայր Աթոռը գնացել, այդ ֆինանսները եկեղեցու գանձարկղա գնացել, թե ինչ որ մի տեղ է գնացել։ Այս սրիկան ինքը եթե մաքուր լիներ, շատ հանգիստ կարող էր հրաժարական տալ, փառքով ասել, օրինակ աթոռակից կաթողիկոս եմ գնում եմ հանգստի, Հռոմի պապի նման, կամ հիվանդ եմ գնում եմ ժողովուրդներ քրիշեին, ասեին մեր կաթողիկ։ Բայց սա պատմության այ ժողովրդի 301 թվականից սկսած ամենախայտարակված կաթողիկոսն ա եղել, որովհետև սիրելի ընկերներ, այդ որ դուք տեսնում եք ինքը ամեն Կիրակի հիմա պատարակի ա իշնում, շքախմբով բան, չէ՞։ Հեղափոխությունից առաջ ինքը պատարակի չի գնացել։ Փառք հեղափոխությանը, որ սովորացրել ա գոնե սրիկան պատարակների մասնակցի։ Դա այդ ստիպված է, դե գիտենք։ Ինքը Կիրակի օրերին, հա, մասնակցում էր, բայց երբեմն Կիրակի օրերին չի էլ մասնակցել վերարանից չի իջել։ Առանց կաթողիկոսի է պատարակ տեղի ունեցել Մայր Աթոռում։ Նույնիսկ եղել է տաղավար տոներ, որ ինքը չի պատարակարել։ Նույնիսկ եղել է շատ պատարակներ։ Հիմա այդ պատարակների ժամանակ, որ խորանում երգում են, կամ որ երգչախումն է երգում, բան, Մայր Աթոռում կամերան միշտ իր վրա չեն պահում, որովհետև ինքը սովորություն ուներ ննջելու պատարակի ժամանակ, դե հոգնում էր, քունը տանում էր, գիշերը փողա հաշվել, չի քնել, պատարակի ժամանակ ցես քնում էր, սենց էր եղնում, մեկ էր, բանը,
չեն պահում էկրանները, օպերատորները, բայց հիմա գուցե պահեն իրանց զսպի կամ հավաքի միջև վերջ կարողանա մնա։ Կամ այս բարդականոցները, լրատվականները ընդդիմադիր այդ բուտկեքը իրանց լրագրողներով, բանով, սենց կամ տերերով, որ վայրը հաչում են եւ ասում են, «Ահա, Փաշինյանը մեզանից սովորեց, ընդդիմադիրները սենց ցույց արեցին, ինքն էլ արեց», սենց ապուշություններ են ասում։ Ոչ, իրենք են ամեն ինչ վարչապետից սովորում։ Սկսած 2018 թվականի սելֆիներից։ Հիմա բերեմ ապացույց, բերեմ։ Գիտեմ, սիրով լսում եք, ես ձեր ցավը տանեմ, ձեր կյանքին մեռնեմ, սիրելի ընկերներ։ Այս սրբապիղծ չկաթողիկոս է, ինքը երբեք երրորդական գործերի համար ժամանակ չի ունեցել։ Ինքը նույնիսկ, եթե արտասահմանից հոգևորական, եպիսկոպոս կամ մայրաքորից հոգևորականներ, միաբաններ, պահիտակ գործ են ունեցել, որ պիտի ժամադրություն ա ունեցել, ինչպես իմ հետ, որ ժամադրություն ա ունեցել, բայց այդ պահին, եթե մի հատ բարերար ա հայտնվում, ինքը ամեն ինչին մոռանում ա, այնտեղ եպիսկոպոս կա, վարդապետ կա, քահանա կա, թքած ունես ծախի վրա։ Իր համար կարևորը այս մի բարերարն եկել ա, մի բան կպոկի, այդ էր իր կյանքը, այդ էր իր ցանկությունը մենակ։ Ինքը ինչ ա արել, ինքը որտեղ ա եղել։ Այս մեր, օրինակ Վանաձորը վերցնենք, Վանաձորը մեր պետական աշխատողներից, մեր շատ սիրելի համայնքապետարանի 80%-անոց, կներեք, 90%-անոց ընդդիմադիր կառուցվածքից, օրինակ, որ մեր ձևով են կամ չգիտեմ ինչ ձևով են, կտրիճա ձևով են, թե հովարա ձևով են, ես ձեզ ասեմ, քանի անգամ եք վեհապար տեսել, որպես հայոց կաթողիկոս գա Վանաձոր ժողովրդի հետ հանդիպման։ Հովվապետական այցելության մասին է խոսքը, ոչ թե գա Մարս, ասենք թե մի հատ եկեղեցու օծման արարողություն այլ է, ներկայ այլ է, որ ասի հա տեսեք բան։ Հովվապետական այցելությունը լրիվ ուրիշ նշանակություն ունի։ Դուք գիշեք եւ մեծերը գիշեն այն հովվապետական այցելությունները, որ առաջին օրվանից նախկին կաթողիկոսը Գարեգին Ասարքիսյանը կատարեց առաջին օրվա, առաջին տարվա ընթացքում Հայաստանյան բոլոր թեմերում եւ նոր ապա որ դրեց արտասահմանյան հայոց թեմերում։ Քանի անգամ են մեր ժողովուրդը, օրինակ, Լեռնապատի ժողովուրդը կամ չգիտեմ Մարգահովիտի ժողովուրդը կամ է երրորդ մասի ժողովուրդը քանի անգամ են վեհապարի այցելություն տեսել հովիվնա ավետարան ոչ թե գավազանով նույնիսկ ավետարանով ու խաչով հալա թող գավազանն էլ ասանել բռներ ոչ մի անգամ ու սենց ինչպես առաջի հարցազրույցի ժամանակ Հովանավանքի առաջի պատարակի ժամանակ եմ ասել հազարավոր շենելու համայնքներ կան դեռևս որ այս ապիկար, սրբապիղծ, անհավատ, եկեղեցուց հեռու, աղանդավոր, հերձված Գարեգին կոչեցյալը ոտք չի դրել այդ տվյալ համայնքներ։ Դաշտը ասպարեզը բաց ա եղել կրոնական այդ կազմակերպությունների համար։ Ես որ ասում եի չեն քարոզում, տարիներ շարունակ այդ դպրոցներում դաստալն ու կիրակնորյա դպրոցները ուսուցիչներին հսկելը հազարավոր երեխաներին քրիստոնեական դաստիարակություն տալը իմ ուսուցիչների հետ միասին դա քարոզխոսություն էր ու ես այդ որ այդ ժամանակ ասում եի ոչ մեկը չեք քարոզում մարդկանց ավետարանը ասում էին դե քրիստոնեությունը մեր մսի ու արյան մեջ ա մտած մեր ժողովուրդը խելացի ա ինչքան էլ ուզում ա Եհովայի վկաները գնան դռները տան դա կապ չունի նշանակություն չունի տեսակ որ ունի քարոզխոսությունը ունի, քարոզխոսության շնորհիվ են մարդիկ դարձի գալի։ Ու ես վստահ եմ, սիրելի ժողովուրդ, պիտի նորից կրկնեմ, ահա իմ ամենասիրելի աշակերտը խոսքի մտելա նայում է, 25 տարի առաջ եմ դաս տվել, 3 տարի։ Ու իմ աշակերտների մեջ 5000, 2 հոգի են, մինչև իմ գնալը աղանդավոր եղել, կրոնական այդ կազմակերպության անդամ, իրաց ծնողների ձեռներով այն ժամանակ 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարան էին։ Ու ես վստահ եմ, այդ 3 տարի, որ իրանց ես դասավանդել եմ, իրանք կյանքում, իրանց մայր եկեղեցին, մեր առաքելական սուրբ եկեղեցին չեն մոռանա։ Քարոզխոսությունը դա է, քարոզխոսությունը կնունքը, թաղումը, պսակը չի։ Քարոզխոսությունը են, որ ավետարանը վերցնես ու դռնեդուր գնաս քո ծխում, քո համայնքում, քաղաք 100,000-անոց։ Ունես խոսքի 7-8 քահանա, բաժանում ես թաղամասերի Էսքեզ, մի տարի քեզ ժամանակ, որ գոնե մի տարվա մեջ գոնե մի ընտանիքը, այդ տվյալ ընտանիքը մի անգամ մտնես։ Ժամանակ կլինի երկրորդը կմտնես։ Այդ է քարոզխոսությունը։ Դա է վերազարթոնքը լինելու մեր բարենորոգման։ Ճշմարիտ հոգևորականներ են պետք։ Ոչ թե սրբապիղծը, մաֆիոզ, անհավատ, բիզնեսմեն, ամեն ինչից հեռու, բա մնացածն էլ նայում են ամեն ինչից հեռու։ Վայրը հաչում են։ Նո, տխմար, օրինակ, հենց այդ ասողիկ։ Ես հայ չեմ ասում, ինքը կին ունի, տեր ասեմ։ Կամ են բյուրականին է, վայ, ասված պատժես, տեսակ ես ինչ արեցին եւ այլն, վայ, ձեր sense բաներ էին խոսում, ինչ են, վրթանեսեր, ինչեր, այն օրն էլ նամակներ եմ ստանում օձունից, ասում են գգաս, քեզ կպատմենք իր մասին, ասի հա գգամ։ Կամ
ասում են կաթողիկոսը սես կանի, նես կանի, կաթողիկոսը ոչ մի բաներ չի կարող անի, ոչ էլ իրա։ Ուղղակի մի հատ շատ բադ բան երեք իմացա, որ փաստորեն 2 շաբաթ հա, դες բան չէր եղել, որ մի բան եղել, երևի ես եմ մեղավոր, որ չեմ հարցրել։ Խաթունը թռավ Ամերիկա։ Ասկի բժշկական կենտրոնից, դեղատունն էլ երևի դե աշխատածներն էլի վարձով կտան, թռավ Ամերիկա։ Դու պապատ Ռուսաստան, Մոսկվա, եղբայրդ Մոսկվա, գործերդ Մոսկվա, շքանշաններդ Մոսկվայից։ Այդ խաթունը քի փախավ Ամերիկա, որ ընտանիքով։ Թող փախներ Ռուսաստան։ Գնար Սիբիր։ Գնար բան։ Որոնեժ, գնար այն քաղաքում ապրել, որտեղ ուկրաինյան ռմբակոծում է։ Այդ քի Ամերիկա գնացիր։ Ես մի բանի վրա եմ զարմանում, ոչ թե միայն այս կտրիճի, նաև ընդդիմադիրների, սրիկանների, այն որ գնում են Լոս Անջելեսում են ցրտում երեխա, բայց արևմուտքու Ամերիկա են քննադատում, ասում են ուղղորդված է դրսից, սա եկեղեցու դեմ պայքար է, կամ իրանք են դեբիլ, կամ դեբիլի տեղ են դնում իրանք իսկականից, որ իրանք էլ լավ իմանալով, որ դա եկեղեցու դեմ չի, ընդհակառակը եկեղեցին փրկելու, ազատագրելու, ես նույնիսկ չեմ ուզում ասել բարենորոգման, հա, բարենորոգում է, բայց եկեղեցին առաջինը ազատագրում է այդ կապանքներից սատանայի։ Գա սատանան է զավթել։ Արյան են էլ 27 հոկտեմբերի 27-ի Արյան բա զավթել։ Հա, գնում են Եվրոպա են քննադատում, Ամերիկա են քննադատում, իբր մեր իշխանություններին դրսից, արևմուտքից են եկեղեցու դեմ պայքարի այսպես ապուշություններ են ասում, բայց այդքանից հետո իրանք, ով որ հասցնում է թռնի, կամ իրանք նմանները, որ արդեն թռած են, եւ քաղաքացիություն ունեն ցառական, գոնե այնտեղ փախնեն գնում են Եվրոպա, գնում են Ամերիկա, կամ այս համացանցում մեկ-մեկ հակաճառողներ են եղնում կամ կոմենտների բանի տակ, մեկ էլ նայում ես էջը Լոս Անջելես, Գլենդեր։ Սրանք լրիվ տխմար են։ Այս սրիկա, բա կամ վեր կա ծարի Հայաստան, կամ վեր կաց գնա Հայաստան չես ուզում գնա Ռուսաստան ապրի բա։ Այդ քեզ գնացել Լոս Անջելես։ Սրանց էջերը պետք է նկարենք, ուղարկենք ամերիկյան հատուկ հետախուզություններին, որ մի հատ իմանան ինչա, թեկուզ գրին քարտ ունենան, թեկուզ citizen ունենան, հանեն ու դեպորտ անեն։ Ասեմ նայեք ինչ են անում, ձեզ են ասում, ձեզ են մեղադրում։ Այ այդ էլ պիտի արվի, նոր մտածեցի։ Այս է խաթունը փախավ, այս 25-26 տարիների ընթացքում էլ ոչ մի հայրապետական այց յուղեր, համայնքներ չարեց, այն խոշոր տեղերը, որտեղ որ Երևալու բաներ կա, գնացել է կտրիճը, կամ այն որ Մերսեդեսով սլանում էր, օրական 3 անգամ, Սերժը մի հատ զանգում էր, էսի վազում էր, նույնիսկ սիրելի ընկերներ, նույնիսկ չեմ հիշում որ նախարարություն, նույնիսկ Սերժի Քոչարյանի ժամանակ նախարարներ, որ զանգել են, ասել են, այս մարդը պետք է ձեռնադրվի, նույնիսկ փոխնախարարներ վազելով կատարել է։ Ոնց է իր 4 սոպոզի այն գեղի երեխեքին բերել շուրջը քահանա, վարդապետ, եպիսկոպոս, arciepiscopos սարքել, շինել, հա, այ ձևը քահանա է ձեռնադրել, շուրջը հավաքել, վախեցել է։ Մի հատ բան ասեմ կրկնություն կլինի։ Սրա գալուց հետո եկեղեցում արդեն միաբանները իրարից վախենում էին իրար հետ խոսել, իրար հետ շփվել, խմբերի հետ բաժանես, այս մասնատել էր, որ բաժանի, որ տիրես այդ կարգախոսով, սա սրանից է խոստանում կտրիչին, նա նրանից է տանում, նա նրանից է տանում, բոլորին այդ բռի մեջ էր հավաքել, բռի մեջ։ Այս մասին շատ են խոսել, գուգարած թեմի հովար, այսի քո ընկերն էլ է այս մասին ասել, այն ընկերդ, այն բանը, Սառնարանի կիսատ մնացած բանկով Մուրաբի պատմության ընկերդ էլ է այս մասին ասել, նույնիսկ ասել է, որ Սեկու Սրբազանին սպանեցին, ընկերդ, Հովնան, ընկերդ, գիտես որ ընկերդ, ասել է Սեկուին սպանեցին, սա Գարեգինը սպանեց կտրիճը, բա դե գնա պաշտպանի հիմա, որ մեկին, հա, սրանց նմանները ու այս խոսացողների նմանները Արիքը բաց չեն թողնում խաչքավոր, Սուրբ խաչի քավոր են եկեղեցում։ Սա կյանքները թալանել են, մեղքի մեջ կորել են, հարբեցողությամբ զբաղվել են, օրնեկությամբ զբաղվել են, պետության փողերը գողացել են, չգիտեմ, գործակալ են եղել, գնում են խաչի քավոր, ով փողը շատ տա, այնի խաչի քավոր է կանգնում։ Էլ Սեյրյան Օհանյան, էլ չգիտեմ ով, էլ Շարմազանով, էլ չգիտեմ, սենց լիքը։ Ծաղալի է, այդե հավատ կա, ով պետք է խաչի քավոր կանգնի։ Ասեմ ձեզ բարձրաձայն, սիրելի ժողովուրդ, բոլորդ իմանաք։ Խաչի քավորը կանգնում է տվյալ եկեղեցու կամ համայնքի, գյուղի, օրինակ, եկեղեցի կա, ամենախոնար, ամենաբարի, ամենապարկեշտ, ամենահավատավոր մարդը խաչի քավոր կարա կանգնի։ Որ այդ խաչը իր այդ ժողովուրդը, իր գյուղացիները կամ համայնքի ժողովուրդը համբուրեն այդ սուրբ մարդու ձեռքից։ Ոչ թե օլիգարխի ձեռքից, օլիգարխը այն բան կար, ԱԾ-ի տնօրեն կար է, մեռավ, ինչ էր անունը, Կարլոս Աբովյան,
7 տարի պետք է մայրաթորի քավորը եղնեմ խաչի։ Մեկ էլ տենում էի մի 800 հատ մեքենայով գնում էր խաչի քավոր կանգնելու։ Դու երկրի նախագահ էիր, վարչապետ էիր, այդքան տիկնապաներով, բաներով, կամ դու որտեղ, խաչի քավորը որտեղ։ Ու նույնն է, էս լրիվ օլիգարխներ, բաներ, սրանցը էդ է ել է, հակայի ժամանակ։ Ով շատ փոք, ես ծառայել եմ, գիտեմ, ես կյանքում փոք չեմ վերցրել։ Ես դրա իրավունքներ չունեի, թե մի առաջնորդն է որոշում, կամ տվյալ եկեղեցու հոգևոր հովիվը կամ ավակ քահանան, որ այդ տարի ով լինի, հա, ես ուրախ եմ, որ ասենք թե մի հատ բարերար լինի, որ մի հատ լավ գործ անի այդ եկեղեցու համար սիրո բան, բայց իմ համար, եթե այդ փողը գողացած է, ինչ որ տեղից, էլ ընդունելի չի, որովհետև ես 2 օր առաջ Արուչ գյուղում ժողովրդին մի շատ հետաքրքիր օրինակ բերեցի այրի կնոջ լուման, որ մտնում է, աղոթում է, իր այն վերջի 2 սենտը, 2 կոպեկը, 2 դրամը, 20 դրամն է գցում գանձանակի մեջ, դա ավելի շատ է, որտեղ իր վերջի ունեցածը նվիրատվություն արեց, քան ասենք թե մի հատ պորնիկ մեծահարուստ, օրինակ, բերի $10,000 փող տա ասի ձեզ։ Մի հատ եկեղեցում սենց անի, նենց անի, այս քահանաները բաներն են, սենց կողերս, սենց ֆրֆրան բան անեն, այդ 10,000-ից կոնե մի 1,000 իրանց մնալ եւ այլն, սենց բաներ։ Այդ եմ ասում։ Այդ այն որ ասում եմ մատաղի փոխարեն են որ պետք է $500 ծախսեք, $1,000 ասեք, մատաղ եմ անում, ուտեն, խմեն, կեփ անեն, ձևական տանեն, մի 7 աման հարևաններին բաժանեն, անընդունելի է Աստծո մոտ։ Որովհետև այն հարևանի երեխան որ գնում է դպրոց, գրիչ չունի 100 դրամ 10 գրիչ առնես, նվիրես այդ երեխային, ավելի մեծ մատաղ է, Աստված ավելի քեզ շատ կընդունի, կորնի, նպատակները իրականություն կդարձնի, քան այն որ $1,000 ծախսեց, կերան, խմին, հարբին, վերջում էլ ընդեղ հայոյանքներով անեկդոտներ սկսեցին հարբած վիճակում պատմել, ապարել, ուրախանալ։ Դա մատաղ չի, սիրելի ժողովուրդ։ Ոնց որ այս կտրիճենք ներմուծել են ժողովրդի մեջ, մատաղ չի։ Ես ուղղակի նշեցի գեղարդի մասին, բայց խորին կասկածանքներ ունեմ, որ շատ գանձերի մասին, այս ասողիկը, որ արխիվի և թանգարանների տնօրենն էր, որ այսքան իրեն ճեղում է մեջից, որտեղ ինքը գիտի, որ ինքն էլ է հեռացող, ասեմ իմանալ, ինքը պատասխանատվության կենթարկվի, եթե գանձատնից, թանգարաններից ինչ-որ նմուշ վաճառված լինի, կորած լինի, անհայտացած լինի, կամ Լոնդոնի թանգարանում հայտնված լինի։ Հասկացաք, դրա մասին էլ են շատ մտածում։ Այս Բիչինային կամ ասողիկ, մասողիկ, այս Միքայել Զախապատյան, Սամվել Խաչատրյան դրանց բան անենք, ես նորից եմ կրկնում, հեղափոխության, մեր հաղթանակած հեղափոխության առաջին օրվանից 1000 անգամ կրկնել եմ, 1000 անգամ ասել եմ, 1000 անգամ գրել եմ, նույնիսկ դրսում եմ ասում ես, ասում եմ սիրելի ժողովուրդ, մեր հեղափոխության թշնամիները, ընդդիմադիրները կան Քոչարյանա, Սարգսյանա, չգիտեմ ինչյանա, ինչ դավաճանա, ով են, Ղարաբաղը հանձնողներ են, դաշնակ ստորագրողը, այն որ 9 ամիս խաղաղապահները կանգնած շրջափակեցին, բայց այդ ժամանակ կաթողիկոսը խոսել։ Վերջը, թիվ 1 հակահեղափոխականը Կտրիշ Ներսիսյանն է, եղել, կա եւ կմնա։ Թիվ 1 հակահեղափոխականը։ Նա ավելի շատ էր վատացել այդ հեղափոխությունից, քան մնացածը։ Սերժին ինչ արեցին, Սերժին մերժեցին, փելոք գնաց։ Ու մնացածը, բայց այս սրիկան գիտեր, որ այս օրերը գալու են, ինքը լավ գիտեր, ու 8 տարի առաջ անդադ գրեցի ու ասեցի, հիմա էլ, որ Facebook-ը բերում է 8 տարվա առաջվա գրածները, 9 տարվա առաջվա գրածները, ես դիտմամբ դա թարմացնում եմ, որ տեսեք այս ժամանակ, այս օրն եմ ասել սրա մասին, որ հիմա խոսում եք։ Այս ամեն ինչի մասին, ինչ որ դու այսօր լսում եք, ամեն ինչի, թեկուզ վերլուծաբաներ, թեկուզ հոգևորականներն են խոսում, այս ամեն ինչի մասին ես խոսել եմ։ Ու ավելի շատ, նույնիսկ ֆեյքերի բազայի մասին եմ խոսել, որ ոչ մեկը չի խոսել, որ պատերազմից հետո Գարեգինը քսի տվեց հոգևորականներին, որ իբր ինքը գործ չունի, բայց հենց ինքն էլ, որովհետև Բիչինան ասավ, իմ հայրը գիտի, իմ հայրը ինձ օրհնել է, հայրը տով է, հայրը Աստված է, Կտրիշն էր հայրը, այ բանը իմ հայրը։ Սրանք ֆեյքերի բազաներն էին ստեղծել, հենց Գարեգինը, նույնիսկ, շատ քահանաների ստիպել էին, ինչ են անում, երեց կնանիք, քահանաների կանայք, թող նստեին, գրեն, էջեր բացեք, ու արել են այս բաները, ու արել են, հասկանում եք, ֆեյք էջեր են ստեղծել, հենց հիմա էլ, երեք, առաջի օրը, ֆեյք էջերով ինձ գրում են, ընկերության հայտ են ուղարկում, 1036 ընկերության հայտ, ֆեյքերով գրում են, իբր կին են, իբր աղջիկ են, ու ես պիտի իրենց թակարդ ընկնեմ, էլի, պարզ ասում են, բարև, դեմքը չի երևում դու ով ես,
ընկեր չեմ ընդունի։ Զանգիր, դեմքդ տեսնեմ ով ես, քեզ ընկեր ընդունեմ, չէ չեմ ընդունի։ Ու նույնիսկ արգելափակում եմ։ Սրանք լրիվ սարքած են, սարքած, որ պիտի չտրվենք դրանց, սիրելի ընկերներ։ Հետո Հաճիկավորներին անցանք, բարերարներին անցանք, թե ոնց էր բարերարներ հայթայթում, ոնց էր փողեր վերցնում, այդ փողերը միանձնյա տնօրիներ, միանձնյա, որպես կայսր, որպես միապետ, միլիոններ, իսկ պատերազմի համար, զինվորների համար, զենքի համար ուղարկված փողերը, մենակ ես որ հիշում եմ, մարդիկ ոնց էին լացակումած գնում, բոլորը տխուր, եկեղեցիները ամբողջ տեղեր, դուք եք կունենաք հարազատներ, որ pasած պատմած կլինեն, ով ինչքան կարողանում էր ներդրում էր, ազնապես էին ուղարկում, միասնական էին ուղարկում, այս սրիկան միլիոն, հարյուրավոր միլիոններ աստացել, հարյուրավոր, որովհետև վաղը չէ մյուս օրը յուրաքանչյուր ծուխ, այսինքն յուրաքանչյուր եկեղեցի արտասահմանի, օրինակ, Փասադենայի եկեղեցին, հոգևոր հովիվը կասի, պատերազմի ժամանակ, ես իմ ծուխով, համայնքի անդամներով մայրաթոր ենք ուղարկել, օրինակ, $350,000 Այդ ձեր բոլորը որ ասեն, մեկ էլ կտեսնեք քանի հարյուր, գուցե միլիարդներ անցնի, այսքան գումարներ։ Հոп, ուր են, որտեղ են այդ փողերը։ Մայրաթորը պատերազմի ժամանակ տվել է $500,000, այն դաշնակ Արամ առաջինի հետ 500 էլ նա էր ուղարկել, հա մի քանի Ղարաբաղից եկած հետո ընտանիքները իբր պահել կամ մի քանի հոգու ստիպված, որ արդեն ճնշումը զգաց պատերազմից հետո մի քանի հոգու վիրավորված տղաների ուղարկեցին Վիեննա, այդ ռեկլամ անելով դու կաթողիկոս ես, դու մի հատ զինվորի բան ես ուղարկում ես Վիեննա, լավ, այդ էլ $15,000, $100,000 ծախսեցիք դրա վրա օրինակ ուղարկեցիք բուժման, դու հոգևորական լինելով իբր դու ռեկլամ ես անում։ Ասում է, այն ինչ անում է աչը ձախը չի իմանա, ձախը տանում աչ ձեռքը չի իմանա։ Ինչ անում է ռեկլամ էր անում։ Մի հատ զինվոր էր օգնում կամ ուղարկում բուժման, նկարում գծում էին, տեսեք։ Բայց Շվեյցարիայի մասին էլ ասեիք, Մարսելը ցույց տվեցիք, բայց Շվեյցարիա ինչի համար գնաց, որ երեք Հայբուսանն ասում էր։ Իսկ այդ մասին երբ եմ ասել, որ ոչ միայն գումարները, ասում են չզարմանաք, եթե Ադամանդի համաշխարհային առևտրի մեջ էլ նա լինի, այս կտրիճը, չզարմանաք։ Այ Շվեյցարիա դրա համար է գնում։ Հայբուսանն ասավ, բաներ էլ կան, քիչ մը որ տեղին չէ ասելը։ Ռոբերտ Սարգսակն ասում է, Ադամանդի բիզնեսի մեջ էլ այդ սրիկան կա։ Ես ասում եմ այն մարդու ասածները, Տեր Գրիգորիսի ասածներն եմ ասում, այն Բեյրութահայ Տեր Գրիգորիսի, որ հիմա Ամերիկա է, ինքը ներկա է եղել եւ Բեյրութում դրանց հետ եւ Փոհեդ եւ Շվեյցարիայում ու այդ նամակները պահում են 88 թվականից մինչեւ հիմա պահում են։ Այն ժողովուրդ ջան, մենք ուզում եմ ես անդրադառնամ, որ մեր հոգեբորականներից նորից մեկը ասեց, որ շատ եմ ցավում, երբ նախորդ պատարագը տեղի ունեցավ կրկին անգամ Հովանաբանքից, իսկ ես չեմ ցավում, եւ Հովանաբանքը, եւ Թալինի եկեղեցին, եւ Արարատի Արարատ գյուղի եկեղեցին, եւ այսպես ասած այն թեմերը, որ առաջնորդները այս 10 սրբազանների եւ Հայբուսանի հետ են, եւ կազմում են մեր բարենորոգման խորհուրդը, հանձնախումբը, այն առաջնորդները, ովքեր միացած են եւ Արմավիրի, եւ Վայոց ձորի, այդ եկեղեցիները արդեն իսկ ազատագրված են եւ մենք իրավունք ունենք երկրորդել, երրորդել, չորրորդել եւ հավերժել պատարակ մատուցելու թե Հովանավանքում, թե Այգեշատում, թե Վայոց ձորի Խաչիկ գյուղի եկեղեցում, թե Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում։ Ընդհակառակը պիտի ուրախ լինենք, այն եկեղեցին, որ ազատագրված է եւ պատարակ մատուցել ենք եւ ներկա է եղել մեր երկրի ղեկավարը, մենք էլ չենք մոռանալու այդ եկեղեցին։ Միշտ ենք գնալու։ Ոմանք ասում էին, մի բա շատ տխրեցի, որ կարծեք թե զերոյից ենք սկսում։ Ոչ, ընդհակառակը, ոչ թե զերոյից ենք սկսում, այլ ուզում ենք ասել, որ չենք մոռանում։ Նա մերն է, վերջ, մեր ժողովրդինն է, որտեղ միշտ պետք է լինի սուրբ եւ անմահ պատարակ, այնպիսի ժողովրդով, որոնք իրոք եկել են աղոթելու եւ հաղորդակցվելու Տիրոջ հետ։ Դրա համար նորից եմ ասում, մեր ուրախությունն է, մեր բերկրանքն է, մեր հաղթանակն է, այո, մեր ազատագրումն է, այն սկսած Տեր Արամից, Տեր Թադեից, Տեր Լևոնից, Ռուբեն կարծեմ, Վայոց ձորից, Խաչիկից, Արմավիրից, որ ամեն անգամ առաջինը Աբրահամ Սրբազանը պատարակին ներկա եղավ, բայց իր հայր Սուրբի հետ, հայր Զարեի հետ, մեր սիրելի հայր Զարեկ Աբաղյանի հետ, հետո Արմավիրում, որ հրաշալի պատարակ էր առաջին եպիսկոպոսական պատարակը, որին արդեն մենք ունեցանք երկրորդ եպիսկոպոսական պատարակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որովհետև այնտեղի
հոգևոր հովիվը եպիսկոպոս էր, անուշաբան եպիսկոպոս Ժանկոչյանը, երկրորդը եւ այսպես շարունակաբար եւ ինչպես այսօր Լատվիայից ասեց Վազգեն Սրբազանը, վստահ եղեք, հոգևորականների մեջ շատ շատերը կան։ Հիմա ես ձեզ խոստացել էի դեռևս 1 ամիս առաջ, որ Հովար, քեզ չեմ մոռացել Գուգարասթեմի եւ նորից երկրորդ անգամ, երրորդ անգամ է սխալվել։ Գուգարասթեմի առաջնորդը ամիսուկես 2 ամիս առաջ նորից է ժողովանում, առաջնորդարանում։ Տես որ գիտեմ, Հովար, տես որ քո հոգևորականներից իմ հետ մարդիկ կան։ Նորից է ժողովանում եւ կանաններին Գուգարասթեմի Լորվա մարզի հավաքում է եւ ասում է, իր խոսքերն եմ կրկնում։ Ձեր մեջ դավաճանը ով է, որ մեր ներքին խոսակցությունները եւ այլն տանում է Ռոբերտ Սարգսակյանին է ցույց տալի դեմն է դնում եւ այլն, հետո իմ հետևից է հաչել, ես դրա համար եմ բարկացել, անձնական, իմ անձնականին էլ է կպել, ես երբեք իր հորը, մորը չեմ կվիրավորի, որովհետեւ իր նման սրբապիղծ չեմ, այս սրբապիղծ Արթուր Հակոբյան, բայց ինքը շոշափել է ընտանիքի անուն իմ, տես այս սրիկա, որ մեջի քահանաներից կան, որ ուղղակի քեզանից ու կտրիչից վախենում են, թեև ես այդ վախներ չեմ հարգում, բայց կա, իդեպ ասեմ սիրելի ժողովուրդ, Երևան գնալուց առաջ, 1 օր առաջ, պատարակի, Գուգարասթեմի սարկավակներից մեկը եւս միացավ մեզ, չեմ հանդիպել, բայց զանգեց ահագին խոսացինք եւ այլն, ես շատ ուրախացա, հուսամ կկարողանամ խելքի բերել եւ ասել, որ կտրիճը սրբապիղծ է եւ եղիր անվախ մենք քո կողքին կլինենք։ Սա կտրիճը, սիրելի ընկերներ, իրոք գուցե իր կամքին որ լիներ վաղուց կհեռանար, բայց իրոք ճնշում կա դրսից եւ նաեւ ներսից, ընդդիմադիրներից, որ ինքը մնում է, սակայն սրանց ամբողջական մտածելակերպը այսպիսին է, որ կարողանանք պահել մինչև ընտրություններ հունիսի 7-ը, գուցե հաղթեն երկիրը թալանողները, այս Հայաստանը ավիրողները, Հայաստանի հարստությունը գրավողները, մանկապարտեզները, երեխաների սեփականաշնորհողները, մշակութային օջախները, սեփականաշնորհողները, խանութներ ու պահեստներ դասողները, հացի փուրեր դարձնողները, մանկապարտեզը վերցրել են, պահածոների արտադրամաս են սարքել։ Այս սրբապիղծ կեղծ հայրենասերները հույս ունեն իբր թե իրենք պիտի հաղթեն ու այդ ժամանակ վերջ Կտրիչ Ներսիսյանը կմնա։ Եթե սրբապիղծ անավատը կամ ուսակրոնության ուխտը խախտողը կամ քերակին դոմփողը պիտի գա ձեր երեխաներին կյանքի, ձեր սքո եւ ուրախության արարողությունները կատարի, խնդրեմ, հեռացումից հետո է թող գան անեն, ով է բան ասել, թող գան անեն։ Այնպես որ իրենք ոչինչ չեն ներկայացնում, որովհետեւ մի կտրիչ, որ չկարողացավ գերագույն հոգեվոր խորհրդի նիստ հրավիրել, մի կտրիչ, որ չի կարողանա երբեք ազգային եկեղեցական ժողով հրավիրել, մի կտրիչ, որ չկարողացավ դեկտեմբերի վերջին մայրաթոռում հանձնած 10 սրբազանների նամակին պատասխանել, այս կտրիչը այլևս ոչինչ իզորու չէ կատարելու։ Սա ավարտված է, սա վերջացված է, սա խայտարակված է, սա արդեն փոշիացած է, սա նույնիսկ շատ լավ կլինի, որովհետև ամոթ է, նույնիսկ սրա անունը պատմության մեջ չնշենք մենք, սրա անունը պատմության մեջ չլինի, որ հետագա սերունդները չիմանան այս խայտարակություն ենք ունեցել, կծածկենք ինչ-որ մի բանով։ Այսքան բանը սիրելի ժողովուրդ, այստեղ քաղաքական թեմաներ չկան, քաղաքական թեմաները շատ հավաքվել են ինձ մոտ, դե գիտեք հիմնականում մեր քաղաքի վերաբերյալ եւ այլն, դրան արդեն հետագա օրերին կանդրադառնամ, ուզում եմ ասել, որ մեր պատարակները ցնծություն է, հոգու ցնծություն է, ուրախություն է, հոգեվոր կյանքի վերազարթոնք է, ես լավ հասկանում եմ, օրինակ ուխտի ժամանակ այդ բազմահազար ժողովուրդը, որ ընդդիմադիրները էջերում, կայքերում գցում են կամ լրատվամիջոցներում, ինչքան էր, իսկի մարդ չկա, իբր մեզ են ծաղրում, ասում են, ասեղ գցելու տեղ չկա, որ մենք անդադ ասում ենք, ասեղ գցելու տեղ չկա իրանց ցույցերի, այդ նույնն էին ասում, բայց իրենք լավ գիտեն, որ իրենց են խափում, կամ ժողովուրդը որ տեսան, այդ ցնծությունը, այդ ողջագուրումները, որ մարդկանց հանդիպում էինք, տեսնում էինք, պատատվում էինք, ուրախանում էինք, այդ վարչապետի այդ հզոր խոսքերը, մենք ունեցել ենք նման վարչապետ, հոգեվոր մտածելակերպ ունեցող վարչապետ, երկրի ղեկավար, երբևիցե ունեցել ենք, իհարկե չենք ունեցել։ Ու նմանս նմանին գտանից է, այսինքն կտրիչը իրան նման ալբանացի եւ Գոնսալեսի ցեղախմբերից էր գտել։ Այդ իրան ձեռնտու էր, նրանց էլ սա էր ձեռնտու։ Հիմա ձեռնտու չի։ Հիմա ամեն ինչ հասկանում են։
ձեզ մի հատ sense པարզ բան ասեմ եւ ավարտեմ։ Վարչապետը Սաղմոսներ է ասում, չէ՞, անգիր։ Դուք գիտեք, որ Պետրիչը երբեք չի կարող անգիր որևիցե մի բան ասել։ Կարող է մի հատ շարականի տուն հիշի, կամ Խոնարեցու ապրեցոից մի հատված, մի քարյակ, երկու քարյակ, կամ աղաղակեցեգից մի տուն հիշի, որ ասեն մի բան ասա, ինքը էդի տենց արտասանի, բայց որ ասես Դավթի Սաղմոսներից, ասենք թե այս մի հատ հատված արտասանի, ինքը չի, չգիտի։ Ձեզ լուրջ բան եմ ասում։ Ու այս մասին բոլոր հոգևորականները, եկեղեցականները բոլորը գիտեն, ուղղակի սենց մնացել են, ապրել են, շարունակել են, ծառայել են, լռել են, բայց նորից եմ ասում, ցավը տանենք մենք այն հոգևորականի, ով կունենա համարձակություն եւ կմիանա 10 սրբազաններին եւ Պելյուս հայ Գուսանին, Տեր Թադեին, Տեր Հովանեսին, Տեր Արամին, Տեր Մկրտիչին, Տեր Մաշտոցին, Արգեշատի, այն բոլոր քահանաներին, ովքեր մեր հետ են եղել։ Ես հուսամ, որ Քրիստոս մեզ ապավեն է։ Բարի եւ խաղաղ գիշեր, սիրելի ընկերներ։ Չկա նահանջ եւ դեպի առաջ։